Բարև ձեզ, եթերում Boxing Time-ն է։ Թեև Երևանում գարնանային եղանակ է, բայց Ծաղկաձորում առատ ձյուն կա։ Իսկ բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեծաքանակ թիմով պատրաստում է Երևանում կայանալիք խոշոր միջազգային մրցաշարին։ Երևանի քաղաքապետի գավաթ անվանումը կրող բռնցքամարտի մրցաշարը այս տարի ընդգրկվել է UBC օրացույցային պլանում եւ մեր երկիր են գալու բազմաթիվ հավաքականներ։ Գնանք տեսնենք, թե մեր ընտրանին ինչպես է նախապատրաստվում կարևոր ստուգատեսին։ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ռուդիկ Մկրտչյանի եւ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ մեծաքանակ թիմով 37 մարզիկով Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը սկսել է դեռ մարտի 16-ից։ Այսքան մեծաքանակ թիմով մեր բռնցքամարտիկները երբեք հավաք չեն անցկացրել։ Մարզումները բավականին հագեցած են։ Ալիբեկի հաղթահարում ձյան պայմաններում շրջանաձև ուժային մարզումներ, անգամ կրոսֆիտ։ Մրցաշրջան 2025-ը բավականին հագեցած է, իսկ այս ժամանակահատվածում ֆիզիկական լավ պաշար հավաքելը անչափ կարևոր։ Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեծաքանակ թիմով նախապատրաստվում է Երևանում կայանալիք միջազգային մրցաշարին։ Այս տարի ստուգատեսն ընդգրկվել է UBC օրացույցային պլանում եւ Երևան են գալու բազմաթիվ հավաքականներ։ Եվրոպայի փոխ-չեմպիոն Բարաղամ Հարությունյանն է, բարող եմ, ոնց են ընթանում մարզումները, ինչ ծանրաբեռնվածությամբ։ Մարզումները անցկացնում ենք շատ լավ, մեր մարզիչների գլխավորությամբ շատ ծանր մարզումներ ենք անցկացնում, ամեն ինչ նորմալ է, պայքարում ենք, որ գնանք հաղթանակի համար, մարզումները շատ լավ է։ Կարբոյան եղբայրները նույնպես ամենայն լրջությամբ են մարզում, Ռուբենը եւ Ռուդոլֆը։ Ռուդոլֆ, ինչ կասես մարզավիճակիդ մասին, ոնց են ընթանում մարզումները։ Մարզավիճակս գնալով լավանում է, շատ լավ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում։ Պատրաստում ենք։ Ես նկատում եմ այսպիսի ծանրաբեռնվածությամբ առաջին անգամ եք մարզում, հաղթահարելի է։ Դե հաղթահարելի է, կամային որակներ ենք ընկել։ Ինչ նպատակ ես դրել մրցաշրջան 2025-ում։ Դե նպատակս բոլոր մրցաշարերում լավ հանդես գալ, ինչքան հնարավոր է եւ բարձր կարգի մեդալ նվաճել։ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում, այն էլ մեծաքանակ թիմով։ Նախ հարցս ինչու այսքան մեծ թիմով։ Պատրաստում ենք մեր Երևան քաղաքում միջազգային մրցաշարին, այս անգամ որ տեղի ունենում Հայաստանում, դրա համար մեծ թիմով ենք մասնակցելու այդ առաջնությանը։ Երկար ժամանակ էլ հավաքներ չէր եղել Հայաստանի առաջնությունից հետո, թիմը կոմպլեքսավորելու համար ընդհանուր մրցանակակիրներին հավաքել ենք, տեղեկին, որ մեր
Երևան մրցումներին տղաները կարողանան լավ մասնակցել։ Իսկ կարող ենք վստահորեն ասել, որ տղաները լավ են տանում այս ծանրաբեռնվածությունը։ Վստահորեն ես ճիշտ ասեմ չէի պատկերացնում, որ տղաները այսքան լավ տանեն այս ծանրաբեռնվածությունը, շատ գոհ եմ տղաներից։ Ճիշտ է, 1-2 տղա եղել է վնասված ձեռք բերել, ոչինչ, նորից վերականգնում է, վերադարձել են թիմի հետ։ Շատ գոհ եմ տղաներից, ճիշտ է, հավաքին 4-5 օր ունի, 5-6 օր ունենք հավաքին, այս տղաները լավ դիմանում են, իրանց մարզադպրոցներից ստում են պատրաստ մարզված եկել են։ Պարոն Մկրտչյան, նաև գլխավոր նորության մասին խոսենք, վերջերս հայտարարվեց, որ բռնցքամարտը մնում է օլիմպիական խաղերի ծրագրում։ Ինչքանով է սա կարևոր եւ երկրորդ հարցը ավելացնելով, այս հավաքականից ում եք տեսնում Լոս Անջելես 2028-ում։ Շատ ուրախալի էր, որ մենք նորից վերադարձրին մեզ օլիմպիական ընտանիք, ես չէի պատկերացնում առանց բոքսի օլիմպիական խաղերը, ճիշտ ասած չէի պատկերացնում, բայց շատ ուրախալի է այս լուրը, որ նորից բռնցքամարտ օլիմպիական ընտանիքում է, իսկ Լոս Անջելես 28-ում տղաներ կան, որ չեմ ուզում բանից անուններ տալ, բայց խոսունալից տղաներ կան, որ ինձ թվում է Լոս Անջելես 28-ին նրանք կմասնակցեն օլիմպիական խաղերին, ոչ միայն մասնակցեն, այլ թվում է մեդալ կնվաճեն։ Ձեր սանը, ով առաջին անգամ նաև գոտի վերցրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում, խոսքը Հովհաննես Բաչկովի մասին է, այս պահին հավաքում չէ, որքանով է հավանական նրա հետագա հավաքներին մասնակցել ու նրան կտեսնենք հետագայում նաև սիրողական բռնցքամարտում։ Այնց նոր այս ասած ես, որ հույս ունեմ, որ նորից կունենք, ես հույս ունեմ, որ Բաչկովը նույնպես Լոս Անջելես 2028-ին կմասնակցի ու նվաճի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Հուսանք։ Ռաֆայել, ինչպես տեսնում եմ, բավականին ծանրաբեռնված մարզվել ես, հիմա էլ դժվար է շնչում։ Արդյոք շատ են ծանրաբեռնված մարզումները։ Ծանրաբեռնված մարզումները չափից դուրս շատ են, որ ոչ շատ գովելի է։ Ինչու, որովհետև այս վիճակը ռինգում չենք տեսնի, տեսնենք ավելի թարմ վիճակ։ Առջևում կարևոր ստուգատես է Երևանի Գավաթ խաղարկությունը, որտեղ մեր հավաքականը մասնակցելու է մեծականակ թիմով ու նաև բավականին շատ երկրներ են գալու։ Ոնց ես նախապատրաստվել, ինչպիսի մարզավիճակում ես։ Մարզավիճակը հիմա մի քիչ ֆիզիկական առումով ծանր է, ցկված եմ, հա, այսպես ասեմ։ Ինչու, որովհետև դեռ Ծաղկաձորյան փուլն է, ֆիզիկական աշխատանքը շատ ենք տանում։ Գիշերին Երևան Օլիմպիադանում տեխնիկա-տակտիկական հավաք կանցկացնենք, ավելի բարելաված վիճակում գտնվենք ու գերազանց հանդես գանք թվում է։ Անկեղծ ասած, ես չէի ասի, որ մրցաշրջան 2024-ը քեզ համար ստացված էր։ Կային վաստողներ, կարայիր նաև ավելին անել։ Ինչ դասեր քաղած ես մտել մրցաշրջան 2025։ Դասեր քաղել եմ թե հաղթած, թե պարտված մենամարտերից։ Մի դասս շատ լավ եմ հիշում, պրոֆեսիոնալ ռինգներ, այսպես ասեմ, ինչի որովհետև շատ մեծ փորձ տվեց։ 24 թվի բազան օգտագործելու եմ 25 թվականին արդյունքս ավելի բարելավելու համար։ Եվ թերևս այսօրերի ամենակարևոր նորությունը, որ բռնցքամարտը մնում է օլիմպիական խաղերում։ Ինչ կասես այս մասին։ Միայն ու միայն գովելի է, որովհետև բռնցքամարտը օլիմպիական խաղերում ինձ թվում է առաջնային սպորտաձևերից է, որը որ շատ հանդիսատես ունի, շատ դիտարկվող է եւ ինչու որ գրավականը շատ մեծ է։
Փորձենք Դավիթ Սիմոնյանին կընտրենք մարզումներից։ Դավիթ, ինչպես նկատում եմ, բավականին ծանրաբեռնված մարզում եք, ոնց է անցկացվում առհասարակ այս մարզումային process-ը, որքանով ես գոհ մարզավիճակիցդ։ Մարզավիճակիցս գոհ եմ, որտեղ իմ կարծիքով բավական լավ է մարզվում։ Շատ լավ պարապմունքներ ենք անցկացնում, ֆիզիկական պարապմունքները։ Շատ գոհ եմ մարզիչներից, շնորհակալություն իրանց այս պարապմունքի համար։ Կարծում հույսերը կարծրացն ենք էլի ասած առաջ։ Առաջին անգամ են կարծեսը հավաքականում ես այսպիսի մեծականակ թիմով, ինչ են տալիս քեզ այս փորձառու բռնցքամարտիկների հետ մարզումները։ Փորձառու բռնցքամարտիկների հետ մարզվել ավելի է ուժեղացնում։ Հավասարից խոսք կա, ինչքան ուժեղների հետ ես մարզվում, այնքան ավելի ուժեղանում ես։ Ամեն մի փորձառու մարզիկից մի բան վերցնում ես, մի բան ավելացնում ես քո բազայում ու արդեն մեծ բազասնում ու ավելի է օգնում այդ ամեն ինչը քեզ։ Դավիթ, առաջին անգամ այս տարի մեծահասակների չեմպիոն դարձար, ինչ նպատակ ես դրել մրցաշրջան 2025-ում։ Նպատակս մրցաշրջանում առաջիկա մրցում վարձուցուցանիչ գրավելն է։ Հետո արդեն 22 տարեկանների առաջնություն կա։ 22 տարեկաններում լավ արդյունք ցուցաբերեմ։ Այդ է նպատակը հիմնականում։ Ինչ էլ կմնա Աստված առաջ ընթացիկ։ Արանատ Գերծաներ Քաշյանին մեր օլիմպիական խաղերի մասնակիցը աշխարհի փոխ-չեմպիոնը Մասաժանում, չես վախենում մկաններդ ջարդի։ Իմ համար պադիվետիկ արամ չէ։ Ոնց են ընթանում մարզումները։ Շատ լավ են ընթանում մարզումները։ Մեծ նագրուսկա եմ ընդունում։ Այս հավաքներին մեծ բազա ենք հավաքում ֆիզիկականի ու դիմացկովականության։ Ինչպես տեսնում եք, բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ամենայն լրջությամբ է պատրաստվում առաջիկա կարևոր ստուգատեսին։ Իսկ Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը կմեկնարկի ապրիլի 14-ին եւ կավարտվի ապրիլի 19-ին։ Հաղթանակ մաղթենք մեր բռնցքամարտիկներին եւ հավատով սպասենք հաղթական լուրերի։ Եթերում Boxing Time-ն է, կհանդիպենք։